կարող ենք մենք ուղղել մեր մյուս քաղաքացիներին, որպեսզի ծառայեն եւ ստանան բարձր աշխատավարձ։ Իշխանական падգամավորն առաջարկում է զինապարտներին հնարավորություն ընձեռել, որ մի կլորիկ գումարի դիմաց ոչ թե 2 տարի, այլ շատ ավելի քիչ ծառայեն։ ՔՊԱ-ական Հայկ Սարգսյանը նախագիծ է մշակել, որը ծառայությանն առնչվող մի շարք դրույթներ խստացնելուն զուգահեռ ֆինանսապես ապահով ընտանիքների համար նման տարբերակ է ներառում։ Մեր քաղաքացիները ոչ թե գումար ծախսեն, փոխեն իրենց քաղաքացիությունը, այսինքն հրաժարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, այլ այդ գումարները ուղղեն պետությանը եւ ամեն դեպքում ծառայեն, գոնե կարճ ժամանակով ծառայեն եւ նաեւ հաշվառվեն պայեստազորում, որպեսզի կարիքի դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրենց նույնպես օգտագործի։ Բանակ գնացողների թվի վերջին տարիներին վատթարացող վիճակագրությունն ուսումնասիրած падգամավորը գումարի չափներ է նշում։ 2 տարվա փոխարեն 1 ամսով զորակոչվելու վճարը 20 միլիոն դրամ կկազմի, 15 միլիոնի դիմաց էլ ծառայությունը կավարտվի 6 ամիս հետո։ Ծառայության գրավչության բարձրացում, արտագաղթի կանխարգելում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում։ Հայկ Սարգսյանը պնդում է իր առաջարկած քայլերով բանակ գնացողների թիվը կմեծանա։ 2 տիպի փոփոխություն է առաջարկում, ինչպես ինքն է ասում, խստացնող ու խրախուսող։ Վերջնարդյունքում հրավիրվածների միայն 30-ից 40%-ն է զորակոչվում ծառայության։ Ընդգծելով, որ 2020-ից 24 թվականների ընթացքում շուրջ 9000 տղա երեխա Հայաստանի քաղաքացիությունը փոխել է, падգամավորն օրինակ առաջարկում է քաղաքացիության դադարեցման համար 15 միլիոն դրամի տուրք սահմանել։ Քայլերից մյուսն ըստ падգամավորի առողջական խնդիրների հանդեպ մոտեցման վերանայումն է, որ այս կամ այն խնդիրն ունեցող երիտասարդը ոչ թե ազատվի, այլ սահմանափակումներով զորակոչվի։ Գործող կարգավորումները խստացնող հենց այս առաջարկներին զուգահեռ падգամավորը փող ունեցող ընտանիքներին իրենց զավակներին շատ ավելի թեթև ծառայության ուղարկելու մեխանիզմ է առաջարկում՝ վճարիր ու քիչ ծառայիր։ Մեր կարճ հարցմանը մասնակցած քաղաքացիները վրդովված են, բոլորը միաձայն ընդգծում են՝ անարդար է։ Չէ, ես դրա այդ անամի չեմ։ Ով որ փող ունի, դի չծառայի։ Ցանկալի է բոլորն էլ հավասար ծառայեն։ Անարդար է։ Անարդար է։ Ցանկալի չի, բայց դե չգիտեմ ոնց կլինի, երևի կընդունվի։ Չէ, դա սխալ է։ Դա չի կարելի։ Հավասար, բոլորը պետք է հավասար ծառայեն։ Ինչ կապ ունի փող ունես թե չունի։ Չէ, դի կանտեն անարդարություն է։ Թող հավասար լինի, ոչ թե մենակ հարուստների համար։ Հարուստների հերիք է ուտեն ու գրեն գրտեն։ Թեմայի շուրջ ասուլիս հրավիրած падգամավորը մինչդեռ հակառակ համոզմունքն ունի։ Արդարությունն այսպիսով կվերականգնվի, քանի որ հարուստները հիմա էլ են կարողանում որդիներին փախցնել։ Սոցիալապես ապահովված քաղաքացիները հնարավորություն ունեն այսօր հրաժարվելու քաղաքացիությունից այլ երկրում քաղաքացիություն ստանալով, ինչի հնարավորությունը սոցիալապես կարիքավոր անձինք չունեն, եւ սրանով իսկ նրանք լուծում են զինվորական ծառայությունից խուսափելու հարցը դեռևս պատանի հասակում մինչև զորակոչային տարիքի հասնելը։ Իսկ ինչ հեռանկար ունի առաջարկը։ Հայկ Սարգսյանն ասում է, թե թիմակիցներին այն դեռ չի ներկայացրել, բայց քննարկել է անձամբ վարչապետի հետ։ Իմ կողմից առաջարկվող փոփոխությունները, որոնք որ ես կարողանում եմ հիմնավորել, դրանք բոլորը վարչապետի կողմից ընդունվել են եւ ընթացք է տրվել։ Падգամավորի խոսքով նախագիծն առաջիկայում ազգային ժողովի պաշտպանության մշտական հանձնաժողովում կքննարկվի։ Մեկնաբանության համար դիմեցինք պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին, ասացին, նախ պետք է ամբողջությամբ ծանոթանան նախագծին, բայց իշխանականի առաջարկն արդեն ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծության վարչությունն է ուսումնասիրելու եզրակացրել սահմանադրության սկզբունքների խախտման վտանգ կա։ Հիշեցնելով մայր օրենքի 28-րդ հոդվածը, որ մեջբերեմ բոլորը հավասար են օրենքի առաջ, վարչությունն ընդգծում է, падգամավորի ներկայացրած առաջարկով պարտադիր զինվորական ծառայության պարտականությունը հավասարապես բոլորի վրա չի տարածվում եւ կախված ընտանիքների ֆինանսական վիճակից կարող է տարբերակված կիրառվել։